ձեզ։ Մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես, երեք դատարանը Ավետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորեց։ Խնդրեմ մեզ հայտարարության հետ կապված ձեր տեսակետը, իրավապահները քննչական կոմիտեն տեսնում եք գործ են գործում հարուցել իշխան Սաղաթելյանի նկատմամբ, շարունակում են քաղաքական հետապնդումները։ Ասեք, որ այդ շարք շարունակենք, շատ կերկարի։ Անդրանիկ Թևանյան, Աշոտ Սիմոնյան, չգիտեմ, Արմեն Աշոտյան, այդպես շարունակ, շարք շատ կերկարի։ Դիցուք Չալաբյանի պահով տեսեք ինչ է, մեղադրանքը հստակ ռուսական կողմի ուղղությամբ, ինչպես եւ Անդրանիկ Թևանյանի պետական դավաճանություն ռուսական կողմի հետ պայմանավորվածություններ, չգիտես Հայաստանում ինչ անելու համար։ Քաղաքական գիծ է, որը հիմա էլ արդեն ընտրություններից հետո շարունակվում է եւ արդեն նաեւ դրա հետևանքը լինելու է նա, որ նոր ճնշումներ սկսվեն հետընտրական այս պրոցեսների ժամանակ։ Իսկ հետընտրական պրոցեսներ լինելու են վստահաբար սահմանադրական դատարանի ուրեմն վերդիկտից հետո մենք դրա ականատեսն ենք լինելու, եթե իհարկե սահմանադրական դատարանը չկայացնի ամենատրամաբանական որոշումը, այսինքն չեղարկել այս ընտրությունները կամ ուղղակի հայտարարել, որ ընտրություններ տեղի չեն ունեցել Հայաստանում, որտեղ այս պրոցեսը համարել ընտրություն ուղղակի խելագարություն է։ Այդպեսի ոչ մի երկրում չի եղել, եթե եղել է, ուրեմն դա այդ երկիրը ժողովրդավարական կամ չգիտեմ ինչ երկիր չի եղել։ Գուցե ժամանակին այսպես թագավոր են ընտրել կամ չգիտեմ ինչ են արել, բայց ոչ երբեք վարչապետ։ Այսինքն քաղաքական ուժի ղեկավարի, որ հետո պիտի ղեկավարի երկիրը, ընտրում են այդ քաղաքական ուժի ղեկավարի վարչապետության պայմաններում, այդ քաղաքական ուժի իշխանության պայմաններում եւ այդ քաղաքական ուժի գծած օրենքներով ու սահմանած կանոններով։ Խայտառակություն, ընտրախախտումներ, ընտրակեղծիքների թիվը այնքան մեծ է, որ սահմանադրական դատարանը պարզապես իզորու չէ այլ որոշում կայացնելու, քան այս ընտրությունները չեղարկել։ Տեսնենք, ամսի 26-ից սկսվում է եւ իմիջիալոց նաեւ ձեր նշած քաղաքական հասարակական գործիչների ուրեմն ձերբակալությունները կամ հետապնդումները նաեւ դրանց է կախված շարունակություն կունենան, թե ի վերջո կսահմանափակվեն եւ ի վերջո իշխանությունները Հայաստանի կկանգնեն պատասխանատվության առաջ։ Այս ընտրություններն իրենք են կազմակերպել, այս ընտրությունները եթե չեն կայացել, իրենց մեղավորությունն է այդտեղ, այս ընտրություններում եթե ընտրակեղծիքներ են եղել, իրենց մեղավորությամբ եւ իրենք են արել, չգիտեմ, այսինքն չեն կարողացել նորմալ ընտրություններ կազմակերպել։ Հայաստանում ընտրություններ հունիսի 7-ին տեղի չեն ունեցել։ Եթե իհարկե չհաշվենք ընդդիմության այն ամբողջ աշխատանքը, որ կարողացել է նորմալ օրենքին համապատասխան իր քարոզչությունն անել եւ որոշակի զանգված բերել ընտրատեղամասեր։ Պարոն Անդրեասյան, այս ամբողջ ընթացքում ընդդիմադիրները, որ ասում են հասկացող մարդիկ բղավում էին այն մասին, որ Ադրբեջանի առաջիկա նպատակը սահմանադրության փոփոխությունն է Հայաստանի բնականաբար, այնուհետև 300,000 ադրբեջանցիների չակերտավոր վերադարձը։ Եվ արդեն այս ընտրություններից հետո մենք տեսնում ենք ադրբեջանական կողմից ինչպիսի ավելի սուր եւ ավելի այսպես սպառնալի հայտարարություններ են գալիս։ Օրինակ ադրբեջանցի падգամավորը եւս մեկ անգամ բղավում է այն մասին, որ չակերտներում արևմտյան ադրբեջանցիների իրենց չակերտներում հայրենի հողեր վերադարձի հարցը պետք է կարգավորվի եւ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանում նոր իրողությունները։ Կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը, որովհետեւ այսօր մենք տեսնում ենք ՀՊԱ-ականները ինչ որ բաուր են ադրբեջանցիները բաուր են, ինչ որ հայտարարություններ են նման անում։ Հեսա գալիս են ձեր թողտվությամբ։ Ադրբեջանցիների հայտարարությունները միանգամայն ուրեմն իրենց վարած քաղաքականության տեսանկյունից ճիշտ են, պահանջկոտ են մարդիկ, ստացել են այդ խոստումները եւ հիմա փաստորեն պահանջում են, որ դրանք իրականանան, որպեսզի հետագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդ խաղաղության թուղթ կոչվածը ի վերջո ստորագրվի։
Հիմա կարևորագույն պահանջներից մեկը երկուսը նշեցիք սահմանադրության փոփոխություն 300,000 ադրբեջանցիների վերադարձ, դրանք իրար հետ կապված, խիստ կապված ուրեմն գործընթացներ են եւ երկուսն էլ կարծես արդեն մեկնարկել են նաեւ հայաստանյան իրողության մեջ, այն իմաստով, որ իշխանությունները որևէ համոզիչ փաստարկ չեն կարողանում բերել այդ ուրեմն փոփոխությունները չանելու իրենց պատրաստակամության մասին եւ սահմանադրությունը փոխելու մասին են խոսել եւ հայերի եւ ադրբեջանցիների իրար կողքի ապրելու եւ չգիտես ինչ երկիր դառնալու մասին այսպես հայտարարություններ արել են Հայաստանի իշխանությունները բայց հիմա ես ուզում եմ հասկանալ թե Հայաստանի իշխանությունները արդյոք պատկերացնում են թե ինչ է նշանակում 300,000 ադրբեջանական համայնքի ներկայություն Հայաստանում դա նշանակում է իրենք եթե չգիտեն ես ուղղակի մի քանի այսպես բաներով փորձեմ ասել դա նշանակում է ազգային ժողովում առնվազն 20 հոգանոց պատգամավորական խմբակցություն վաղը պիտի պահանջեն ձեզնից Վաղը պիտի պահանջեն, որ փոխվարչապետներից մեկը լինի ադրբեջանցի, ներքին գործերի փոխնախարարը պիտի լինի ադրբեջանցի, մյուս ուժային կառույցներում պետք է ներկայացված լինեն, իրավապաշտպան կառույցներում պետք է իրենք լինեն, իրենց ազգի ներկայացուցիչների իրավունքներ պաշտպանելու համար ամեն տեղ, ինչպես սովետական միության ժամանակ էր, ասենք ամեն կենտկոմի երկրորդ քարտուղարը պիտի ռուս լիներ, համամասնություն պիտի լինի, գանք մշակույթից, կրթությունից, պիտի փոխնախարարը կրթության լինի ադրբեջանցի, որովհետև այստեղ լինելու են ադրբեջանական դպրոցներ եւ այդ հարցերով պետք է զբաղվեն ադրբեջանցիներն իրենց երեխաների կրթությամբ, իրենց պատմությունը այստեղ դասավանդեն Նույն առողջապահության նախարարությունում, նույն արդարադատության նախարարությունում ցանկացած փոքրիկ միջադեպ դառնալու է հայ-ադրբեջանական հերթական հակամարտության սկիզբ։ Ես չգիտեմ ոնց եմ պատկերացնում իրենք այդ վերադարձը։ Ու դեռ ներողություն Դե այդ մասին էլ է խոսել մեր չլինելու, արդեն ժամանակին այստեղ հայկական պետություն չի եղել, հայեր չեն ապրել, այսպիսի բաներ արդեն հայտարարում են։ Բայց ես նորից եմ ասում, 300,000 ադրբեջանական համայնքի ներկայությունը նախ եւ առաջ նշանակում է առաջնային մանդատ ունեցող ազգային ժողովում մոտ 20 հոգանոց պատգամավորական խմբակցություն։ Ընդ որում ազգային ժողովի փոխնախագահի պաշտոն պատրաստ են դրան, դա է լինելու վերջաբանը։ Դե եթե հաշվի առնեք նաև թե ինչպես են բազմանում ադրբեջանցիները, դա էլ արդեն իր խնդիրն ունի հետագա տարիների համար։ Եթե կազմես մի գեղեցիկ օր փոքրամասնություն քո երկրում եւ ստիպված կլինես, այո, ճիշտ եք նկատել, ստիպված կլինես թողնել այստեղից գնալ։ Կամ էլ ինքդ քո մեջ որոշել լավ է լինել ադրբեջանցի թե հայ։ Հետո կարող է որոշես, որ դե լավ է, ադրբեջանցիների վիճակը լավ են ապրում, ես ավելի լավ է լինեմ ադրբեջանցի։ Հետո էլ այդ հարցն են դնելու։ Վերանա հայ հասկացողությունն առհասարակ։ Եվ սահմանադրությունը հիմա նորից պիտի գամ սահմանադրական դատարան։ Նախր իրենք են հետևում այդ սահմանադրության պահպանմանը, սահմանադրությանը համապատասխանությանը, այն բոլոր քայլերի, որ անում են իշխանությունները։ Հիմա արել են մի մեծ խայտառակություն այս իշխանությունները։ Հակասահմանադրական բռնաճնշումները եւ այլն դեռ մի կողմ դրած հակասահմանադրական քայլեր են անում։ Ինչ է նշանակում սահմանադրության միջից մենք պիտի հեռացնենք հղումը անկախության հռչակագրին, որպեսզի պատերազմ չլինի։ Բայց դա է քո պետության հիմքը։ Եթե դու հիմքը քանդում ես, ինչ է մնում դրանից, պետությունից ինչ է մնում։ Այսպես չի կարելի, լավ, օդի մեջ նկարած պետություն ենք մենք ուզում ունենալ։ Օդի մեջ նկարած Ադրբեջանի Իլհամ Ալիևի ցանկություններից կախված պետություն, որ այսօր կարող է լինել, վաղը չլինել։ Չգիտեմ, այս իշխանությունները լրիվ ամեն ինչ տապալել են ուղղակի։ Մենակ ընտրությունները չի։
Լավ, ընտրություններով իշխանությունը պահեցիր, պահում ես, որ ինչ անես։ Եթե հերթական պլան B չունես, վաղը ինչ ես անելու։ Եթե հա, քո պլան B-ն նա է, որ ընդդիմադիրներին բռնես, ճնշես, կզացնես, չգիտեմ ինչեր անես, այդ չեղավ իշխանության նպատակ։ Իշխանությունը այդպես չի լինում։ Իշխանությունը լինում է մեծահոգի, իշխանությունը լինում է ամբողջ ժողովրդի իշխանություն։ Ոչ թե ասենք մենակ յուրայինների, դա արդեն խունտա է։ Դա ասած 70% սովորինչ չի ընտրել, ընդդիմադիրների է ընտրել, կաշառակերներ են։ Ահա, կաշառակեր են, իսկ կաշառակերը հանցագործն է, չէ, ասում են հանցագործ են ընդդիմության ձայն տվողները։ Մինչդեռ հանցագործեն են 720,000 ընտրողները, հանցագործ են բառիսպուն իմաստով, որ այս հանցագործ իշխանություններին ձայն են տվել։ Նպաստել են նրանց հերթական ապագա հանցագործությունների նրանց կողմից կատարմանը։ Խղճի դեմ բանել է, ախր քո երկիրն է, քո ազգն է, քո ժողովուրդն է, քո պետությունն է։ Դու ո՞նց ես գնում ձայն տալիս մեկին, հարգելի քաղաքացի, որը շատ լավ գիտես, վաղը մյուս օրը կործանելու է այս երկիրը։ Հիմա ընկել են ընդդիմադիրների հետևից, չգիտեմ ինչ կոմպրոմատներ են գտնում, ձայնագրություններ, որ իրենք դավաճան են, որ իրենք են, կաշառակեր են, կաշառքներ են տվել եւ այլն։ Լավ, գտնում են, այդպիսի բաներ գտնում են։ Հիմա անձամբ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իրենց մասին այդպիսի տեսանյութեր հրապարակված արդեն ամբողջ մամուլում, ամբողջ համացանցում պտտվող տեսանյութեր կան, թե ինչպես են իրենք ահաբեկում ժողովրդին, թե ինչպես են իրենք կաշառում ժողովրդին։ Ինչպես են կաշառում, շատ լավ, ընտրություններից 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը անձամբ հայտարարում է, որ թոշակները բարձրացեցին, թոշակառուները, որ մի կտոր հացի կարոտ էին, այսօր արդեն լավ են ապրում։ Դու նախորդ բյուջեի ժամանակ հայտարարել էիր, որ թոշակները չեն բարձրանա։ Հետո եկավ ապրիլին հայտարարեցիր, որ 10,000 դրամով ապրիլի 1-ից բարձրացնում ենք թոշակները։ Էլ դեռ չեմ խոսում այդ գումարները որտեղից։ Հասարակ բան է, մարդ է թոշակառուն, ենթադրենք 70 տարեկան թոշակառուն, մեկել է 10,000 դրամ եկավ իր քարտին ավել նստեց։ Ով արեց, Նիկոլ Փաշինյանն արեց։ Կաշառքը պոզով պոչով ալնում։ Բա հիմնավորի արածը, տեսնենք այդ ինչով ես արել այդ կաշառքը, բանը, թոշակների բարձրացումը։ Ձերի առողջապահությունը, առողջապահական այդ ապահովագրություն։ Դե հա, հիմա կսպառվի, հիմա ավելի են զարգացրել, ասում են համընդհանուր առողջական ապահովագրություն անվճար։ Լավ, բան կա, չէ, ինչպես ասում են, գրպանի պարունակություն ի վերջո գոյություն ունի, եթե դու չունես այդ պարունակությունը։ Հիմա մի հատ գեղեցիկ աղջկա հրավիրում ես սրճարան, ոչ մի բան չունես մոտդ։ Այդպես չի հո։ Դու ոնց պիտի հետո տակից դուրս գաս։ Պիտի այդ ժողովրդին թողնես արդեն պատանդի կարգավիճակում են միջազգային ֆոնդերից, որոնք քեզ 2 կոպեկ են տալիս այսօր իշխանությունդ պահելու համար։ $8.5 միլիարդ պարտք են ավելացրել։ 15 միլիարդ է արդեն պետական։ Այո։ Կենտրոնական բանկի նախագահ վերջերս ազգային ժողովում ասաց հանգիստ հանդարտ դեմքով խոսում է աղետի մասին, 15 միլիարդ պետական պարտք։ Գազը այո կարող է թանկանալ, պետք է պատրաստ լինեն։ Գիտենք թե սանկցիաների հետևանքով հայ մարդը ինչ վիճակում է հայտնվել, ջերմոցատերեր կլինեն, յուղացին կլինի, միրգ բանջարեղենի արտահանման խնդիրները, այսպես ասենք, հա, միաման ծիրան են տարել դեսպաներից մեկին տվել Եվրոպական միության ու թե ցույց են տալիս Եվրոպային արտահանում մեր միրգ բանջարեղենը եւ սրան զուգահեռ նաեւ լարսում իրավիճակը ինչ խայտարակ է։ Այս ամենի հետ կապված հայ մարդը լավ է, ամենի տակից ոնց է դուրս գալու։ Այսպես կա, գիտեք, ինչ պարտքը դու կարող ես նաև 30 միլիարդ դարձնել, արտաքին պարտքը, բայց եթե դու կարողանում ես այդ պարտքը սպասարկել, հասարակ բան կա այստեղ, եթե կարողանում ես պարտքը սպասարկել, քաղաքացին վարկ է վերցնում բանկից եւ կարողանում է այդ վարկը սպասարկել, ենթադրենք։ Որոշակի ժամանակահատված հետո այդ տունը դառնում է իրենը կամ այդ մեքենան դառնում է իրենը, իր սեփականությունը, ոչ թե բանկինը,
Բայց դու բանկերից վերցրել ես այդ փողը միջազգային կազմակերպություններից, վերցրել ես այդ փողը, եւ այդ գումարը, այդ հսկայական, այդ ահռելի գումարը, որ ես խեղճ ու կրակ պետության վզին ես դրել, ժողովրդի վզին ես դրել, չես կարողանալու սպասարկես։ Չկան այդ ճանապարհները, ինչպես պիտի սպասարկես։ Ով է սպասարկելու, ով է այդ վարկերը փակելու, տոկոսները փակելու։ Այդ նշանակում է լրացուցիչ հավելյալ բեր ժողովրդի ուսերին։ Եվ դրանից հետո էլ դեռ հայտարարում ես, որ համընդհանուր առողջապահական համակարգ եմ ներդնում եւ չգիտեմ ինչ։ Դա էլ հերթական խոստումն է, շուտ խոստումը նաեւ հետընտրական ուրեմն գործընթացները կառավարելու։ Իրենք դեռ չեն ընտրվել, չգիտեն ինչ վիճակ է, իրենք արդեն խոստումներ են տալիս։ Որովհետեւ վախենում են, տեսնում են, որ այն ինչին իրենք պատրաստվում էին անել, չեն հասել։ Պարզապես չեն հասել։ Բացարձակ մեծամասնություն չունեն իրենք։ Իրենք չունեն իրենց տված խոստումների համահունչ մեծամասնություն, որ կարողանան սահմանադրություն փոխեն, կարողանան, չգիտեմ, սահմանների հարց լուծել, կարողանան էլ ինչ ասեմ, հազար ու մի բան, որ պետք է տեղի ունենա կամ հանրաքվեի միջոցով կամ ավելի մեծ ուրեմն քվեարկություն է իրենցից պահանջվում ավելի մեծ տոկոսներ, որ կարողանան իրականացնել։ Իրենք չեն կարող իրենց ուզած մարդկանց արդեն նշանակել են անկյունակարային պաշտոններում։ Այս վիճակի մեջ են։ Հիմա ամբողջ հույսը նորից ես տեսեք, վաղը սկսվում է, ամբողջ խոսակցությունները հիմա պատտվում են սահմանադրական դատարանի շուրջ։ Ինչ կլինի այնտեղ։ Մարդիկ ասում են հույս չկա, թե սահմանադրական դատարանը, չգիտեմ, կարող է նորմալ որոշում կայացնել եւ այս ընտրությունները կամ չեղարկել կամ ուղղակի իշխանություններին դատապարտել այսպիսի խայտառակ ընտրություններ անելու համար։ Հույս չկա, բայց դա են հասարակ հիմա այն վերջինը, ինչպես ասում են, խրամատն է։ Հիմա եթե այդտեղից էլ է պետությունը նահանջում, սահմանադրական դատարանը էլ է հանձնում այդ խրամատը։ Բան չի մնում, ժողովուրդը մնում է մենակ Փաշինյանի ասած իրավիճակում, կամ հեղափոխություն, կամ, չգիտեմ, ստրկական կյանք։ Այստեղ նաև ընդդիմությունը անելիք ունի, վերջերս Ամեկ Կարապետյանը միասնական, այսպես ասենք, հանրահավաքի առաջարկով հանդես եկավ, ընդդիմությունը այո պետք է խոսի այդ ժողովրդի հետ, որովհետև անգամ այս բռնաճնշումներով հանդերձ հայ մարդը գնաց ընտրության եւ թույլ չտվեց այս բռնաճնշումներով, այս վարչական ռեսուրսի կիրառումով, որպեսզի Փաշինյանը 50%-ից ավել ձայն հավաքի եւ այդ սարսափելի սահմանադրական հանրաքվեն անցկացնի, խնդրեմ։ Փառք ու պատիվ ընդդիմության այդ ընտրազանգվածին, փառք ու պատիվ մեր ժողովրդի այն հատվածին, որ դեմ է այս իշխանություններին, փառք ու պատիվ մեր այն ուրեմն քաղաքացիներին, որոնք իրենց քաղաքացիական պարտքը համարեցին եւ տարիներ շարունակ ուրեմն անտարբերությունից հետո վեր կացան, գնացին ընտրատեղամաս եւ 50%-ից ավելի մասնակցություն ապահովեց ընտրություններին։ Բայց հիմա արդեն պետք է գործընթացները, հետընտրական գործընթացները ղեկավարել ինչպես հարկն է։ Հիմա եթե ընկնեն Փաշինյանի հետևից հեղափոխություն արեք եւ այս արեք, այն արեք, վեր կացեք, փողոց դուրս եկեք, ջարդեք, փշրեք, եթե Փաշինյանի այս կոչերին հետևենք, կարող են երկու օրում այդ հեղափոխությունը տապալել։ Դա հեղափոխություն չի։ Փաշինյանը հեղափոխության մասին ունի իր պատկերացումներն, էլի։ 18 թվին վեր կենա Գյումրիից քայլելով գա իշխանության հասնի եւ անունը դնի հեղափոխություն։ Այդ խեղկատակություն է։ Նույն բանը կարելի ասել Լենինի հեղափոխության մասին 17 թվին։ Հիմա եթե տեսնենք այդ երկու հեղափոխություններն ինչերի բերեցին, ուրեմն նախկիններին հալածանքներ, երկրից հալածել, ցարի ընտանիքին հետո վերցնել, տանել, դատապարտել, կոտորել, չգիտեմ, մի խոսքով, ամեն ինչ արել են նույն ձևով, ինչ որ այսօր Փաշինյանն է անում նախկինների, այսպես ասեմ, նախկինների հետ։ Նույն բաներն է անում։ Նույն բանը կատարեց Արցախի հետ։ Դու հեղափոխություն ես արել, որ Արցախը հանձնես, դու ինքդ ասում ես, ես նույնիսկ ինտոնացիան իր մի փոքր փորձեմ վերականգնել, մեզ ասում են, որ դուք եկել եք, որ Արցախը հանձնեք։ Լավ, ասում են, իսկ դու ինչ արեցիր, չհանձնեցիր Արցախը։ Հանձնեցիր, չէ՞։
Նույն ձևով դու եկել ես, որ չգիտեմ, արդեն Հայաստանը հանձնես։ Դու Հայաստանն էլ պիտի հանձնես։ Ես տեսնում եմ, որ դու օկուպացված տարածքները չես ուզում վերադարձնես։ Ընդհակառակը ես տեսնում եմ, որ դու ուզում ես անել քայլեր, որոնք բերելու են Հայաստանը հանձնելուն։ Դու հսկայական նորից պիտի ես այդ պետական պարտքը շատ սարսափելի իմիջայլոց իրողություն է այդպես բարձրացնելը։ Մասնագետները հստակ հաշվարկում են այդ 8.5 միլիարդը, որ իրենք են վերցրել եւ հայտարարում են, թե բանակն են զինել։ Բանակի համար գնված զենքը 1.5-2 միլիարդ դոլարից այն կողմ չի անցնում։ Մնացած գումարն ինչ ա եղել։ Ինչ ա եղել մնացած գումարը, խոսում եք կոռուպցիայից։ Այո։ Հիմա ասում են համակարգային կոռուպցիա չկա։ Ոնց չկա, համակարգային կոռուպցիայով դու մսխել ես այդ գումարները կոռուպցիոն սխեմաներով։ Եվ ընկել ես հիմա անհատ մարդկանց հետևից, բա գիտես, այս մեկը իր ակարդիոն գործիք է ունեցել, չի հայտարարագրել, այն մյուսի մեքենան նոր անիվները առել, չի հայտարարագրել։ Լավ, ում աչքերն եք փակում։ Այս ինչ կեղծիքներ է, այս ինչ խայտարակ իրողություն եք դուք դնում մարդկանց առաջ։ Եվ իրավապահներն այստեղ շատ մեծ գործ ունեն։ Բավական է, ես էլ եմ ասում, սահմանադրական դատարանի ճիշտ որոշումից է կախված նաև այսօրվա իրավապահների հետագա պահվածքը։ Անպատժելիության այս մթնոլորտը պիտի վերանա Հայաստանից։ Եվ իրավապահներն իրենք պիտի հասկանան, որ իրենք լիքը գործ ունեն անելու այս երկրում, մինչև խելքը գլուխը բերեն, այդ աշճան այս երկիրը փչացրել ու քանդել են։ Չկա հասարակության մեջ այսպես համերաշխություն, չկա մարդուն գայլ է դարձել։ Ես մի քանի անգամ այս արտահայտությունը արել եմ այստեղ ձեր եթերում։ Մարդուն գայլ է։ Ընտրություն ես արել, ասել ես, չէ, դու ես ասել, 300,000 մարդ ինձ դեմ քվեարկի, ես կեռանամ։ Այսօր 49% ունես հազիվ։ Դա նշանակում է, որ առնվազն ընտրության մասնակիցներից կեսից ավելին քեզ չի ուզում տեսնել։ Դա նշանակում է, որ եթե ամբողջ հանրության հասարակության վրա դա մեծացնենք այդ թիվը, 1.5 միլիոն մարդ չի ուզում քեզ տեսնել իշխանության ղեկին։ Գնա բա, չես գնում։ Կպել ես քո աթոռին, մնացել ես։ Հիմա էլ ընտրակեղծիքներով եկել, թվեր նկարելով եկել, հասել ես պիտե, որ չգիտեմ ինչ պիտի բացատրես։ Վերցրել սահմանադրական դատարանում ընդգրկել են ՔՊ-ի ներկայացուցիչ պիտի լինի այդ դատավարության ժամանակ։ Ինչու՞։ Նախկինում երբեք այդ դատավորներից մեկը այսօր հրապարակին տված իր հարցազրույցում հրաշալի ներկայացրել էր վիճակը նախկինում եղած այս կարգի դատավորություններին։ Չի եղել նման բան, որ իշխանության ներկայացուցիչը գա նստի այն դատին, որտեղ իր արածներն են դատում։ Չի կարող ուղղակի։ Մի երկու այսպես ՔՊ-ի հետ կապակցված դատավորի մի կողմ հրեցին, հիմա մնացել է այն մյուսը, որ էլի կապակցված է ՔՊ-ի հենց լիդերի հետ մարտի 1-ի գործով, այդ մեկին չեն կարողանում հրեն, բայց դա էլ ոչինչ, ընդհանրապես ՍԴ-ից պահանջվում է 5 դատավոր, 5 նորմալ դատավոր, որոնք ուղղակի այս ընտրությունների վրա խաչ կքաշեն եւ թուղթը կդնեն մի կողմ։ Թող գնան մտածեն ինչ են անելու սրանից հետո։ Եվ այս ամենին զուգահեռ երեք Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ըստ էության Հայաստանին մեղադրել է ռուսատիացության մեջ, ՆԱՏՕ-ն ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային որոշ պետություններին որպես գործիք օգտագործեց Ռուսաստանի դեմ, վերել է Ուկրաինայի օրինակը, հիմա արդեն ասում են նաև ինչ-որտեղ Մոլդովան, նաև Հայաստանը։ Եվ չի կողմնորոշվում ինչ անի Հայաստանը, այսպես տատանումների մեջ։ Այո, եւ նաև այս մասով, եթե դեմ չեք ուղղակի այս թեմայի հետ կապված ռուսական կողմը Երևանից սպասում է ՀԱՊԿ-ի մասնակցության վերաբերյալ որոշման ընդունմանը, կամ նրանք մնում են կազմակերպությունում, կամ նախընտրում են այլ սցենար։ Հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Ես կխնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը արտահայտեք եւ նաեւ սպասվում է, որ ասած առաջիկայում Փաշինյանը գնալու է միջկառավարական նիստի ԵԱՏՄ։ Համեցեք։
Հիմա տեսեք ինչ էր։ Փաշինյանը շատ հեշտությամբ չէ հայտարարեց, որ իրենք սառեցնում են հարաբերությունները, շատ հեշտությամբ, ուրեմն հիմա երբ որ Ռուսաստանը սկսեց սանկցիաներ կիրառել, շատ հեշտությամբ հայտարարեցին, որ ԵՄ կգնան, չգիտեմ, ես ենք անում, ընդհանուր հայտարարեցին Պուտինին կբռնենք մեր երկրում, հիշում եք, չէ՞ այդ բաները, դրանք շատ հեշտությամբ իրանք հայտարարեցին եւ շատ հեշտությամբ այդպիսի օրինագծեր ընդունեցին, բայց հիմա հակառակը, որ ստիպված են անելու, շատ դժվարությամբ են անելու։ Այնպես չի, որ վեր են կենում, գնում են հիմա այդ ԵԱՏՄ նիստի, դառնում են ԵԱՏՄ անդամ, չէ՞։ Այդ նիստին քեզ մեդալ չեն տալու քո գալու կապակցությամբ։ Այդ նիստում քեզ այնքան ամոթանք են տալու, որ դու արդեն ասես արժեր գալ, թե չարժեր։ Նույնը հապկի հետ կապված։ Հեշտ չի, չէ՞ ասել, ես սառեցնում եմ, հետո չէ, հիմա ես էլ տաքացնում եմ, սպասի տեսնենք, դու այդ ինչու ես սառեցրել, տղա ջան։ Բոլոր հարցերն էլ ունեն իրենց հետևանքները, իրենց պատասխաններն են պահանջում։ Դու ոչ մի հարցիդ քո արած քայլերի ոչ մեկի համար պատասխանատվություն չես ստանձնել։ Ու չգիտես էլ թե ինչպես ես պատասխանելու։ Հիմա ինչ պիտի գնաս ասես, վայ, ներողություն, Եվրոպան մեզ շլացրեց, մեզ խաբեցին, մեզ էս արին, են արին։ Դիմում էիր Եվրոպային, ասում էիր այդ միլիարդները, որ Ուկրաինային տալիս եք, դա այնտեղ շատ է, մեզ մի քիչ որ տակ, մենք այդ հարցերը կլուծենք։ Տվեցին, այդ փողի կեսը տվեցին, ինչքան խոստացել էին։ Հիմա վերջացել է այդ փողը։ Չգիտեմ ինչ է կարել։ Ընտրությունների վրա պիտի ծախսեիք հենց այդ նպատակով էր տրվել, որ ռուսական այդ պատերազմն, ինչ տեսակ պատերազմ կա, հիբրիդային պատերազմի դեմն առնեիք իբր։ Առել եք, հա։ Նա Չալաբյանին ցերպակալում եք, անունը դնում եք, թե ռուսների դեմ ենք պայքարում։ Հիմա էլ վեր եք կենում, որ գնաք ինչ անեք, ԵԱՏՄ միջկառավարական նիստի մասնակցեք։ Նախարարը վերցրել է նամակ է գրում Ռուսաստանի նախագահի իր գործընկերոջը, որ իրեն էլ հրավիրեն գնա մասնակցի այդ ինչ որ ֆորում կա այնտեղ։ Ինքը անելիք չունի այդ ֆորումում, գնում է ուղղակի բանավոր ինչ որ ներողություններ խնդրելու, ինչ որ բաներ պայմանավորվելու համար, բայց կներեն, կպայմանավորվեն, առհասարակ կհրավիրեն։ Եվ հետո մի քիչ բան է, էլի, Ուկրաինայի հարցը, Մոլդովայի հարցը, ասած Ուկրաինան, Մոլդովան Եվրոպային, Արևելյան Եվրոպայի կարելի ասել երկրներ են, սահմանակից են։ Դու սահման անգամ Եվրոպայի հետ չունես, քո սահմանը Եվրոպայի հետ Թուրքիան է։ Թուրքիայի սահմանն է։ Ինչ անենք բա հիմա։ Այդ 300,000 էլ ադրբեջանցի ես բերում այստեղ։ Ամեն ինչ էսպես գումարվում է, վերջում դառնում է փլուզում։ Ելքը մեկն է, պիտի վեր գնաս, հրաժարական տաս։ Ամեն ինչ խառնել ես իրար, հիմա գոնե թող գան մարդիկ, ինչ որ նոր բան սկսեն, նոր սկիզբ դնեն, նոր բաներ պայմանավորվեն, նոր մի ճանապարհ գտնեն այս երկիրը փոսից հանելու համար։ Դու մինչև վերջ պիտի մարդկանց ինչ անես են Արդեն ասում են կաշիներդ կքերթեմ, չգիտեմ, էս կանենք, են կանենք, լավ, ինչա ձեր ուզած առհասարակ, ինչա։ Խնդրեմ, սա է, ուզեմ նաև սրանել անդրադառնալ, ավականիում ես խայտարակներ, սրանց Թե իրականության հետո այդ Ձայնը կտրեք էլի, թե եթերի համար։ Լավ։ Պարոն Ստեփանյանը կանգնեց, եթե ես այդ տեղը լինեի, ես խելոք կգարեի, ցուցակի երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Մի րոպե խոսում եմ։ Դու գնացեք ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վերջ չթռնեք ելույթների ժամանակ։ Սուս կմնաք ելույթների ժամանակ։ Արմենակ Դանիելյան, ձերը դիչսրա։ Արա լսի այդտեղ դու ես այդտեղ վարը, հանգստացուկ դավայ ստուց։ Դուս կելես կասեք ես ինչ կնի, Արմենակ Դանիելյան։ Ու սրան հաջորդում է անմիջապես մի փոքր առաջ տողոպսի այդուքեր չտանջվեք այս կադրերի, արդեն այստեղ շիշ պրտում է Այդ մնացեսի ամբողջը տեսել ենք։
Տեսել ենք մի անգամ։ Դա Լավինյանի։ Չգիտեմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը դուրս չմաղեց ընտրապայքարից, ինչի դուք չդիմեցիք, ձեր ուժը չդիմեց, դա շատ մի պարզ պատասխան կա, որովհետև եթե մենք դիմեինք եւ եթե օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ուժերին հաներ ընտրապայքարից, 5 տարի ող լաց եւ ворնոց էին լսելու այն մասին, որ այդ ընդդիմադիր ուժերը գալու էին, հաղթելու էին եւ մենք դա նրանց թույլ չենք տվել։ Այ հենց այսպես պետք է ընտրակաշարքով փորձը կատարեի, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխները ջարդեիք ու հիմա այն կաշիները քերթվելու է։ Բոլոր ընտրակաշարք բաժանողներին է։ Բոլորինը ու այո պարոն Թորոսյան, այդ կոնկրետ ընտրակաշարք բաժանողներինը, ովքեր որ այս պետության դեմ փորձել են հանցանք գործել եւ փաստացի չի ստացվել։ Կաշիները քերթվելու է։ Ես դες խոստանում եմ։ Դե ժողովրդավարության բաստիոնն է, ընդդիմության հետ խոսելու ձևն է, այդ ընդդիմությունը ունի ընտրազանգված, ունի իր թիկունքում կանգնած մարդիկ, որոնց ահա թե ինչ է ասում Երևանի քաղաքապետը։ Երևանն էլ Հայաստանի կեսն է, այնպես չի որ փոքր մի բան է։ Եվ այդ փոխքաղաքապետի ազգանունը ես հիմա մոռացա, Փամբուխչյան, այո։ Ես դեպ այդ երիտասարդի մասին մի քիչ ավելի բարձր կարծիքի էի, երբ նրան տեղավորում էին փոխքաղաքապետի պաշտոնում։ Մտածում էի, որ այս արդեն ինչ որ սահմաններ հատած քաղաքապետին իր կփորձի պահել բանի մեջ, սահմանների մեջ, բայց ես արդեն առաջ անցա քաղաքապետից։ Այսպես խոսելու էս ինչ ձև է, ես չեմ հասկանում։ Գնա փախար ստուց կամ չգիտեմ ես մյուս բաները, հիմա նույնը ինչ են ուզում ասել, լինելու է ազգային ժողովում, իրենք դա են ուզում ասել, որ եթե ընդդիմությունը վերցնի մանդատները, նույն բանը լինելու է ազգային ժողովում։ Եթե դա են ուզում ասել, թե եկեք ուրեմն ամեն ինչ, ոնց է այդ ֆիլմում կար, ասում եկեք համարները հանենք, իջնենք ձոր, էլ բան չի մնում անելու։ Եթե դուք սա եք խոստանում ընդդիմությանը, եթե մանդատները վերցնեն։ Դրդում եք ինչի փողոցային պայքարի զուտ։ Փողոցային պայքարից այս ընդդիմությունը կուշտ է արդեն, տեսել է ձեր պահվածքը փողոցային պայքարի ժամանակ։ Ոստիկանություն, բիրտուշ եւ այլն։ Երկ չեք թողում ուղղակի։ Եթե մի որևէ արաբ, որևէ իրանցի այսպիսի խոսույթ իրեն թույլ տար, նրան ուղղակի կհայտարարեին ահաբեկիչ։ Դե այստեղ արդեն պետական այրեր են։ Ուրեմն պետական ահաբեկչություն է Հայաստանում տիրում։ Նույն Փաշինյանի կատարման պետական ահաբեկչության հարյուրավոր դեպքեր կան։ Այսպիսի հայտարարությունների։ Դե այն էլ եթերում խոզի կաշի էր ուտում, ես էլ ասում եմ կաշիներդ կքերթեմ, էլի։ Բերենք տնենք իրար կողք, մեկը մեկին արժե։ Առանց ամաչելու հասարակ մարդուն կնոջը, ինտելիգենտ կնոջը, մենք տեսանք ինչ արեց իր շենքի բակում։ Տեսանք ինչ արեց, զուտ են բանի համար, որ այդ կինն ասեց, ես քեզ չեմ ընտրելու։ Դե պարզ է անդիմությանը ինչ արդեն կդնեն հարցերի առաջ։ Ու ինչ միջոցներով, այս պետական ահաբեկչության վերջը պիտի տրվի։ Չի կարելի, սա ոչ միտեղ տանող ճանապարհ է ուղղակի։ Մենք ազգային ժողովներ ենք տեսել, որտեղ հակոտնյա կուսակցությունները քննադատել են իրար, ինչ ասես ասել են, բայց կա մի չափ, որից այն կողմ չի կարելի, չէ՞ գնալ։ Այս նույն կռիվը, որ քաղաքապետարանում տեղի ունեցավ 3 կարծեմ, չէ՞։ Տեղի ունեցավ 3, այս նույն կռիվը մենք ազգային ժողովում տեսել ենք, էլի։ Տեսել ենք։ Երբ որ այդ կոստյում շալվարներով այդ հարգարժան պարոնայք սկսում են ոտքերը գործի դնել։ Տեսել ենք։ Ուր ենք գնալու այդպես։ Վաղը մյուսօրը դառնալու ենք ծաղրի առարկա, ուրիշ ոչ մի բան։
Արդեն իսկ ծաղրի առարկա ենք, մեր վարած քաղաքականության, պարտակին, ներքին, չգիտեմ, սոցիալական, տարբեր տիպի բոլոր առումներով մենք արդեն ծաղրի առարկա ենք, հիմա էլ մնում է պետական օղակներում ծաղրի առարկա նիստուկացի հարցով ծաղրի առարկա դառնալ։ Հիմա տեսեք, Հարություն այս հարցում էլ է երկու մասի բաժանված, ընդդիմադիր հանրության մասին է խոսքը, մանդատները վերցնել կամ չվերցնել, եթե վերցնում եք, լեգիտիմացնում եք, չեք վերցնում, հեղափոխություն ենք անում։ Հիմա այդ տակ գլուխները, որ հենց հատուկ միայն հեղափոխության վրա են շեշտը դնում, իրականում շատ լավ գիտեն, որ իրենք չեն անելու հենց այդ հեղափոխությունը։ Ես վստահ եմ, իրենց շատերը գիտեն, որ իրենք չեն անելու, դա արվելու է, կամ եթե իրենք են ուզում, որ արվի, ուզում են, որ արվի ուրիշների միջոցով, այդպես չի լինում։ Միասին արել ենք այս գործը, միասին ընտրությունների այս արդյունքները արձանագրել ենք։ Ուրեմն եկեք միասին էլ այդ ընդդիմության կողք կանգնենք եւ թող ընդդիմությունը որոշի, թե այս իրավիճակում որ քայլն է ավելի ճիշտ, ինչպես շարժվել, որ հետագայում այս ամբողջ աշխատանքը ջուրը չլցվի եւ ունենա, ինչպես դուք եք ասում, նորմալ տրամաբանական շարունակություն եւ փողոցի ուժով եւ օրենսդիր մարմնի աշխատանքներով, չգիտեմ, ամեն ինչով այս հարցը բերվի պահվի օրակարգում իշխանափոխության հարցը եւ անդադ այդ ուղղությամբ գնալ։ Ես չգիտեմ, քանի տարվա կյանք կարող է ունենալ այս իշխանությունը կամ ամսվա։ Գուցե աշնանը արդեն վերջնականապես կփլուզվի Փաշինյանի իշխանությունը, այլևս ոչինչ անելու չունենալով։ Հենց ադրբեջանցիների առաջին ավտոբուսի մտնելով Հայաստան, ադրբեջանցի իշխանությունը պիտի փլուզվի։ Երգում են, չէ՞, այդպիսի բան չի կարող լինել։ Եվ վերջինքն էլ պիտի տեսնի մի օր, որ չի կարողանում արդեն, այդ օրն էլ հեռու չի, պիտի թողնի հեռանա։ Հիմա կփախչի, թե կհանձնվի Հայաստանի իշխանություններին, դա էլ չգիտեմ։ Դա էլ իր որոշելիքն է։ Այդ նույն Եվրոպան, որ իրան պահեց այսքան, այդ տեսա, որ այս մարդը չունեցավ այդ արդյունքը։ Ինչ պիտի անի Եվրոպան, շարունակի։ Վաղ միսօր ձեռքն է թափ կտան բոլորն էլ։ Նույն Ամերիկան, ասում էին միջանցք չենք տալու։ Տվեցիք, Ամերիկային տվիք միջանցք, դե թող կա տեր կանգնի հիմա ձեզ։ Թող տեր կանգնեն, Ադրբեջանի այդ հայտարարությունների դեմ թող կանգնի, Թրամփը հայտարարի դες բաներ մի ասեք, այ մարդ։ Նիկոլին չի կարելի այդպիսի բաներ ասել։ Վախեցնել ադրբեջանցիների վերադարձով, չի կարելի նրանց ստիպել սահմանադրություն փոխել։ Բայց Թրամփը ասում է հրաշալի տղա, չէ՞ Նիկոլը։ Ուր է ասում այն մյուս հրաշալի տղան։ Գարիկ տեր կանգնի, մարդ, երկիր տալիս ենք։ Խափեցիր տարար բան ստորագրեցիր Վաշինգտոնում։ Հետո եկար Հայաստանի ընդերքին տիրացար, ու գործերը համարեցիր ավարտված։ Նույն բանն արեցին Ուկրաինայում ամերիկացիները, նույն բանը։ Ոչ մեկ չի զոհվել, Հայաստանում էլ չի զոհվել։ Խայտարակություն։ Որտեւ այդ ժողովրդի կյանքի, զավակների կյանքի գնով իրանք քաղաքականություն են վարում։ Զարմանում ես ոնց կարող է նույն ազգը իրար այդպես հոշոտի։ Պետք է ասեք 90% այսպես միասնական Հայաստանում, որ հայեր են ապրում 90%-ով, Փաշինյանը հաջողացրել է այդ հայերին երկու մասի բաժանել։ Երկու մասի բաժանել, ինքն էլ ընդամենը փոքրամասնության ղեկավարն է այսօր։ Եվ ուզում է այդքանից հետո, որ իրեն ասեն լեգիտիմ ես։ Ուզում է այդքանից հետո, որ իրեն ասեն այո, դու շատ լավ կառավարիչ ես։
Այդ փոքր քարտեզը, որ կպցրել ես դոշիդ, ուր է Հայաստանի կեսը, տղա ջան։ Հարց ենք տալիս, ուր է։ Երկրի կեսը չկա։ Ժողովուրդը թողնում գնում է։ Հիմա էլ օրենք ես բերում, որ ընտրություններին թույլ չտան մասնակցեն այն մարդկանց, որոնք ինչ-որ ժամանակահատվածում մշտապես Հայաստանում չեն բնակվում, կամ չէ, այն Դանիել Իոնիսյան ունի։ Օրենքի նախագիծ են ուզում արդեն սարքեն, այդ ձևով փոխեն սահմանադրություն, ուշքեփ չեն կարող, չէ, այս բզբզոցներով դիանեն։ Ես չեմ հասկանում, էլ սրանց ինչ կարելի ասել։ Թողեք գնացեք, ուրիշ ոչ մի բան, որ մարդ չմեռնի էլ, էդ էլ ասեմ, որ էլ հող չտանք, որ երկիրը չկործանվի, որ այս պետականությունը, սա մեր վերջին հողակտորն է, որի վրա մենք ունենք պետականություն, որ այս վերջին հողակտորը չկորցնենք, որ ադրբեջանցիները չգան, ստեղ չբնակվեն, մեզ էլ ստեղ ռադ չանեն։ Ես էլ քո սիրած բառը, պարոն Փաշինյան։ Եվ վերջին հարց, չգիտեմ, էլի այս մարդիկ այլևս նաև հերոսների նկարների հետ խնդիր ունեն, եւ Արցախի դրոշի, ինչ-որ բան է դարձել, կոնկրետ պատերազմ է դարձել այս Արցախի դրոշի հարցը, ամեն օր սրանք հեռացնում են Ֆրանսիայի հրապարակից, ի պատիվ Դաշնակցության երիտասարդների նորից տեղադրվում է դրոշը, եւ նաեւ գիտենք, որ պատերից ջնջում են Հայկազ Մկրտչյանի, Ռոբերտ Աբաջյանի եւ մյուսների նկարը։ Ես ամեն օր իմիջիայլոց նայում եմ հաղթանակ զբոսայգու պարտին կա դեռևս Ալբերտ Հովհաննիսյանի կարծեմ, այո, հայտնի այն լուսանկարը, տեսնենք դրան երբ հերթահասնենք, ինչ է։ Սա ես մի առիթ ունեցել եմ արդեն խոսելու այս մասին, խայտառակությունը բառից բուն իմաստով, դուք հաշվեք այսպես, ոչ թե հերոսների նկարներն են հեռացնում, ոչ թե Արցախի դրոշն են հեռացնում, այլ ջնջում են Արցախի ազատամարտը, ջնջում են Եռաբլուրի հիշողությունը, իրենց դա պետք չի, դա ժողովրդի մեջ դեռևս բան է, այսպես հայրենասիրության պահեր է արթնացնում, հասկանում եք, իրենք դրանից փախչում են, իրենք դրա դեմ են պայքարում այսօր։ Արցախի դրոշը կհանես, հետո կբերեն կվերականգնեն, քաշ քշեն, Ադրբեջանում էլ կտեսնենք, ուրախանան ձեր քայլերով հետո։ Ադրբեջանցիներն իրենց զոհվածների ուրեմն պուրակ ինչպես են սարքում շահիդների այդ ամբողջ այդ պուրակը, որ սարքելու հիմա բոլոր իրենց երկիր եկող հյուրերին հենց տանում հենց դա են ցույց տալիս, թե ինչպես է իր ժողովուրդը պայքարել իր երկրի ազատագրման համար։ Բա դու Եռաբլուրը եռապատկելուց հետո անգամ այդպիսի ատելություն է մնացել քո մեջ։ Դու ինքդ ես արել ախր, դու ինքդ ես մեծացրել։ Այս պատերազմում մարդիկ զոհվել են, երկրի համար են զոհվել։ Ես հիշում եմ Թեհրանում էի, այսպես բազմաթիվ շենքերի պատերին հսկայական դիմանկարներ կային, հարցնում եմ ովքեր են, ինչ են, ընդհանուր տարբեր պատերազմների հերոսներ, Իրան, Իրաքյան եւ այլ, իրենց օդաչուների նկարները հերոս, բոլորը նկարված են հսկայական ներկով նկարված նկարներ, ոչ թե ինչ-որ տրաֆարետային կամ բան, այդ նկարները տարիներով մարդիկ պահել են, տասնամյակներով բերել են, այս օրերն են հասցրել, որտեվ այդ դաստիարակություն է, դա չգիտեմ, մարդու մեջ սեփական երկրի պետության հանդեպ հարգանք է, ակնածանք է ի վերջո, դրսի աչքի համար չեմ ասում, որ նայում են այդ նկարներին, ասում են, չէ, սրանք էլ են ժողովուրդ, տես, իրենց հերոսներին ինչպես են մեծարում։ Դպրոցներում փառքի անկյունները հանենք, համալսարաններից հանենք այդ լսարանների բաները հանենք, հերոսների անուններով տախտակները հանենք դռների վրայից, ուր կհասնենք այսպես։ Վաղն էլ մի հատ ադրբեջանցի գիտնականի կբերեք, կգրի մեր ընդհանուր պատմությունը, դրանով կսկսեք սովորեցնել էլ սերունդներին։ Դա եք ուզում։ Ոնց կարելի է այդ հիշողություն ջնջել։ Բա վաղը որ պատերազմ եղավ, ում օրինակով են այս երեխեք գնալու պատերազմ։
գնալու իրենց հայրենիքը պաշտպանելու։ Եթե այս ԿՊԱ-ականների օրինակով են գնալու, չեն գնա։ Չեն գնա, տեսանք ես, կաշիներդ կքերթենք, ես կանենք, են կանենք։ Ես էլ եմ ասում, այդ ում որ դու այդ բառը ասում ես, այդ մարդը իր հետևում ունի հազարավոր ընտրողների։ Դու պատկերացու, դու նրանց ես ասում։ Դուք երբեք չեղաք ամբողջ երևանցիների քաղաքապետը, դուք երբեք չեղաք ողջ հայության վարչապետը։ Դուք ձեզ համար եք, ձեր ԿՊ-ի վարչապետն եք, ԿՊ-ի քաղաքապետն եք, ԿՊ-ի եսիմ ինչն եք։ Անգաղափար, անհեռանկար, անապագա։ Միայն ձեզ համար է, միայն ձեզնով, բայց ոչ չի։ Դե լավ, հիմա շատ էլ բան չանենք այսպես, ես չեմ ուզում շատ էլ վատատեսությամբ համակել ես մեր ժողովրդին։ Սպասենք մի հատ, նորից եմ ասում, սպասենք տեսնենք վաղ է սահմանադրական դատան ինչ տրամադրությամբ ասկսում ես ամեն ինչի քննարկումը։ Գուցե այս ճանապարհով մի ձևով նաև իրենց համար ընդունելի ճանապարհ է սա, ես ասեմ ձեզ, որ նորմալ գոնե քաղաքակիրթ ճանապարհով թողնեն գնան։ Հակահիգիենիկ վիճակների մեջ չընկնեն։ Ես եմ շնորհակալ։